Այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Չիխեմ ես բոլորի փոխարեն իսպանական ամոթ ապրում։ Այ համբալ։ Փորձենք դրականը նկատել այս քարոզարշավի մեջ։ Եվ այսպես ամեն ինչ խառն է։ Քեզ կբռնեն ինձ։ Այս դրվագը դարավ շատ սյուր։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու միանգամից շնորհակալություն բոլորիդ երեկվա ստենդափին գալու համար, դուք ուղղակի ֆանտաստիկ լսարան եք։ Լավ, այդ կանսեր մի ամբողջ Ստանիսլավսկու մեջ ոնց տեղավորվեց ես չգիտեմ, եւ դրանից հետո մենք գնացինք պատրոնների հետ Only Fans After Party, ինչը լավ առիթ է ձեզ էլ այսօր միանալ, որպեսզի մյուս անգամ եր ավելի մեծ ընտանիքով Դժանք։ Ու իհարկե բազմաթիվ խնդրանքներով երկրորդն ենք դնելու ու շադիր հետևեք այսօրվա հաղորդմանը, մեջը կասենք երբ որտեղ, բայց մոտակա մեր պլանները արդեն վաղը մայիսի 16-ին գնում ենք Հանրապետության հրապարակ ցկցկալու, որտեղ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը բերում է DJ Afrojack-ին։ Ինձ հաճախ հարցնում են Սերգեյ, իսկ ո՞րն էր DJ Afrojack-ի տատուց սիրած երգը։ Ո՞րն է, իրոք։ Եվ այսօր պատասխանեմ Pitbull-ի հետինն էր սիրում տատս։ You give me everything tonight այդ երգը եւ մնացածը Grammy-ակիր մեր աղբերը գալիս է հրապարակ դուք էլ եկեք Բոլորը փակում են աչքերը հիմա նկարագրում ենք երազանքների օֆիս Մի ամբողջ հարկ ձեր օֆիսն է ոչ մի կողմնակի աղմուկ չկա լույսերը եթե տանում են ձերը մեկակա ջիմը սրճարանները հասնելու համար ուղակի լիֆտ եք նստում Եթե մտածում եք, որ Նարեկը ապագայի օֆիսներից էր պատմում, ապա ասեմ, որ մեր լուսավոր գործընկեր Լույսեր բիզնես կենտրոնը արդեն ապագայում է ու այդ ամենն ունի մի հարկի տակ 13 հարկանի EK բիզնես կենտրոն, որից 9 հարկերից որի վրա մատը դնեք ձերն է Զանգեք, գնացեք ձեր աչքով տեսեք Դասո հերիքա, հիմա երևի մտածում եք ինչի եմ ձեզ բոլորին հավաքել շին հրապարակում Այստեղ կառուցվել է Լույսեր բիզնես կենտրոնը Դա որ հիշում ես, որ միշտ երազում էր, որ գործի տեղը ջիմը լինի Լինելու է Ստից ինչ-որ փոքր բան Լուրջ, մեծ ջիմ Խուդավերդյան ջան Լավ լուր մեր հաշվապայի համար Առաջի շենքն է Հայաստանում որ ստացել է էներգախնայողության միջազգային Edge Advanced հավաստագիրը հոսանքի համար 56%-ով ավելի քիչ փող ենք տալու Մշտական լույս ու ջուր Իբրեդ որտեղ չկա Հակով գիտեմ դու ինչքան ես սիրում ֆուտբոլ Լույսեր բիզնես կենտրոնում լինելու է ֆուտբոլի դաշտ Քո գնդակով կգաս դժվար գնդակ տան Խցանումները մեր կյանքը այլևս չեն կրճատի, որովհետև մենք լինելու ենք Լենինգրադյանի տարածքում։ Իրականում արդեն քրքրքորան։ Պատկերացրեք, այս ամբողջ հարկը մեր օֆիսն է, լիֆտը բացվում է, մտնում եք, ամեն ինչ մերն է, ու այստեղ կաֆեներ, ռեստորաններ, մի խոսքով կոմֆորտ։ Բա ինչ իմանանք, որ ժամանակին կավարտեն ու բոլոր խոստացածները կպահպանեն։ Ստոպ, Խուդավերդյանը ճիշտ է։ Լույսեր բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվում է Լույսեր բնակելի թաղամասը, որտեղ ամեն ինչ արդեն ավարտված է, ոչ մի բանի վրա խնայած չի ու կենթանի ապացույցն է, որ ամեն ինչ այստեղ արվելու է ամենաբարձր մակարդակով Խուդավերդյան։ Yes! Ես միշտ ասում եմ, որ պետք է լույսեր գանք։ Ընտրությունների շարունակմա բան չմնալ եւ մենք ստիպված ենք առանց նախագուրգուրանքների միանգամից դες առեսել թեժ քարոզարշավի հետ։ Ինչ անպայման չի որ ված չի, կարելի է սառը ջրի մեջ մտնել կամած կամ միանգամից գցվել մեջը։ Միջ այս հանդիպում մտածում էի, միգուցե սխալ ոչ ենք բռնել, մենք փորձում ենք ինչ որ բովանդակություն բացել, ինչ որ բան բացատրել,
մտածեցի միգուցե ավելի ճիշտ է իստերիկանների մեջ մտնել, գորգորալ, հայհոյել, չգիտեմ։ Դուք արդեն պետք է խորհուրդ տաք։ Դաժե վախենում եմ պատասխանել, բայց գուցե զուտ հետաքրքրության համար փորձենք։ Քոչարյանը չսպասեց դահլիճի հանրաքվեի արդյունքներին, ուսուց միանգամից անցավ գործի։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ sense համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Գնաց, կաշը գնաց։ Հիմա պետքա լայվ պատասխան լինի։ Դե հա, որ ինտերնետի դարը այդ առաջ էր, երբ ինչ-որ մեկը մեկի մասին ասում էր, պետք է մի օր սպասեր, որովհետեւ թերթերում հարցազրույց դուրս գալիս, հիմա այդ ամեն ինչը վարքյաններ է ու զարմանալիորեն Նիկոլը այս ամեն ինչը տարավ էլի ուղղագրության դաշտ։ Այսօր են համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին։ Ուրեմն եթե ուղիղ եթերում ինքնություն բառը առանց տարասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ, երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան։ Իսկ ման Նիկոլը դպրոցում ուղղագրությունից շատ ուժեղ ա եղել, դրա համար հիմա ամեն ինչ տանում է ուղղագրության դաշտ։ Նու բացի այս մի դեպքից, երբ որ բացօթյա դեյով էր գրել, բայց չգիտեմ, կարող է ինքը չէր գրել, այլ գործից վաղուց հեռացած SMM-շիկներ։ Բայց Նիկոլը հակադարձեց նաև Քոչարյանի պարզաբանմանը, թե համբալը ԿՊ-ի բառապաշարից այն ուղղակի վերցրել է։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ԿՊ-ում համբալ բառը ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսալիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք, համբալ։ Okay, խիեմ ես բոլորի փոխարեն իսպանական ամոթ ապրում։ Հիմա հասկացաք խիեմ ես բոլորին դեմ։ Սարդա մտել ստուդիա, ճանճի փեդը բերեք։ Արա, չէ, սարդը խերա, տատս ասում էր, եթե տեսնում ես սարդ, ուղղակի տար պատուհանից շպրտի դուս։ Բոլորին դեմ եմ։ Քվեաթերթիկ համար 2։ Okay, քարոզարշապ չեն կողմ։ Կներեք, դուք Գուրգեն Սիմոնյանն եք։ Ոչ։ Կարանք շարունակենք, ելքա ջուր ծեցեք։ Այն արտահայտել քաղաքական ուղերին։ Հա, սպասեք։ Wow, Սարդմարտ։ Թե Գուրգեն Սիմոնյան։ Okay, կսովորացնես մեզ ջուր ծեծել։ Fuck! Դիմա կարեց ջրին ջոգեք։ Okay, Լավ, շնորհակալություն Սարդմարտ։ Դուք շարունակեք, ես գնամ Հա, գործ։ վերադառնանք մեր, ասենք սրան քաղաքական բանավեճ։ Հայաստանում թե Ռոբերտ անունը առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունը առանձին վերցրած, շատ հարգված են։ Բայց երբ դրանք կպնում են իրար, միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ։ Հասկացար, այ համբալ։ Երկրում որտեղ 10 քանի միլիարդ պարտք ունենք, երկրում որտեղ որոշում ենք հիմա մենք ԵՄ ենք գնում թե Ռուսաստանի հետ ենք մնում։ Ոնց կարա այսքան ժամանակ լինի, որ parzենք համբալը դու ես քինդեր դու ես, որտեղից մեզ այսքան ժամանակ։ Հարցը, որ ինչքան առաջանա, պետք է զսպել մինչև հունիսի 7-ը։ Ու սա միակ միկրոկոնֆլիկտը չէր։ Հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է։ Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել։ Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք։ Լակոտ չես փախնելու ոչ միտեղ։ Չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու։ Էլիեն էйֆորիկ նախընտրական Նիկոլն է վերադարձել։ 3 օր եմ տալիս միջև ձենը կտրվելու է։ Դե վերջ հիմա բոլորիս տանջող հարցը ինչպես արձագանքեց Գագոդյան Փաշինյանին, Ես երբեք ինձ թույլ չեմ տա իմ կլասը չեմ քսի, որ ես պատասխանեցի, որ հիմնական հարցը ես նորից եմ ասում, որ քաղաքականության մեջ ընտանիք մտնել, երեխա, ծնող ասելը դա ընդունված չի։ Ես էլ իմ կլասը չեմ քսելու երբեք, ոնց կամ այդպես մնար։ Ես ձեր կլասիկ ցավը տանեմ Գագոդյա։ բայց դու ջոգիր ոնց Նիկոլը արհեստավարժորեն Քոչարյանն էլ խառնեց այս թեմայի մեջ։ Լակոտ չես փախնելու ոչ միտեղ։
չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու։ Okay, այդ ընթացքում Բուն Քոչարյանը էլի ակտիվ քարոզարշավի մեջ էր։ Տեսնենք ոնց է շփվում ժողովրդի հետ։ Կարելի է մեր գեղեցկուն նկարի ուզում։ Այո, ձեզ տարի։ Հա, վստահ ձերքերը։ Այո, անպայման։ Մենակ ճիշիկ չան։ Ամենավստահ ձերքերը։ Այս խալ վիդեոյի նախորդ հաղորդումից Արդարության համար ասենք երեխեն ոչ մի ճիշիկ չի արել, ամեն ինչ նորմալ էր, բայց ավելի թարմ։ Մալացիա Սեբաստիայի քարոզարշավից։ Մալացիա Սեբաստիա անունը տարածքային պահանջ չի Թուրքիայի նկատմամբ։ Արդյոք մնալու է այդ անունը, թե փոխվելու է։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ես չունեմ։ Միգուցե նաև Մալացիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար։ Հիմա ինչ անենք։ Քոչենք ստղից, թե քոչացնենք ինչ որ մեկին։ Okay, ով է այդ speech writer-ը, որ ուշադրություն Քոչարանին երկու անգամ գրել է այդ արմատով բառը, ով է։ ինձ թվում աննույն մարդն է, ով ստիպել է Սամվել Կարապետյանին արտասանել հաղթարշավ։ Մենք այսօր ստում ենք մեր գլխավոր հաղթաշարը։ Քոչարանի թիմը այլ սխալներ եւս վերցանեց իշխանությունների արածներից եւ չարածներից։ Աննա Գրիգորյանը խոսեց Երևանի ամենահայտնի մետրոյի կայարանի մասին, որը չնայած դրա որ շատ հայտնի է, բայց դեռ չկա։ Հիմա այն մարդիկ, ովքեր մեծ խոսում են խաղաղության խաչմերուկի, տրիպի, չգիտեմ ինչ մեծ պրոյեկտների մասին, մի կայարան 8 տարում չկարողացան կառուցել։ Այս տիպի իշխանության մասին ենք մենք հիմա խոսում։ Ճիշտ այնպես, ինչպես ակադեմիական քաղաքը, հավանաբար լսած կլինեք։ Մետրոյի, կայարան Նաջափնյակի եւ ակադեմիական քաղաքները կարելի է քույր քաղաքներ որակել։ Իսկ դու գիտեք, որ օրինակ Այդ մեր կատակներ աննա մենք ենք ասել որ ակադեմիական քաղաքը Նաջափնյակի մետրոն քույր քաղաքներ են ճանաչվել։ Ասեմ ավելին, այդ մեր քիչ չանցն էր ժամանակին։ Այո։ Բայց Աննային պատասխանեց Աչափնյակի մետրոյի հոգևոր հայրը, Մի րոպե, քույրերը տարբեր հայրերից են։ որը սակայն ակադեմիական քաղաքի հոգևոր հայրը չէ, այո, դա սերիալ է ստացվում։ Հենց նոր լսում էի, թե ինչպես է մի բարերստիկին Քոչարյանի դաշինքից խոսում Աջափնյակի մետրոյից եւ որ առհասարակ մենք որևէ աշխատանք չենք անում, ամենածիծաղելուն գիտեք ինչն է, որ իրենց դաշինքի առաջին համարի կառավարման տարիներին միայն Երևան քաղաքում մոտավորապես 5 տասնյակ մանկապարտեզ է օտարվել եւ վաճառվել։ Եվ այս մանկապարտեզ ծախողները մեզ մեղադրում են աշխատանք չանելու մեջ։ Դե կենտրոնանանք դրականի վրա։ Իրա անդիմախոսին ասեց բարետեստիկին։ Փորձենք դրականը նկատել այս քարոզարշավի մեջ։ Իսկ անդիմությունը այդ ընթացքում սկսում էր զբաղվել Փաշինյանի բանտախցի ինտերիեր դիզայնով։ մի պատի վրա Արարատի նկարը լինի, մյուս պատի վրա մինչև իր իշխանության գալը Հայաստանն Արցախով միասնական քարտեզը լինի, մի պատի վրա իրենց կյանքը տված մեր հայրենակիցների ամբողջական ցանկը հերթով գրված լինի։ Աննան այնքան դաժան էր, որ նույնիսկ բրուտալ Քոչարյանը ասեց easy tiger, wow, and slow it down։ Քոչարյանը դժվար տենց ասել, ինքը ասել, slow it down։ Աննա, ես չի մտածում, թե այդքան դաժան ես։ Հասկանում, նայեք, այս սիրուն դեմքի հետևում շատ դաժան ազնվորություն ես։ Աննային բոլորը կոմպլիմենտ արեցին այսօր։ Դե իրոք շատ գեղեցիկ կին է։ Դու չպետք է բոլորին դեմ լնես։ Բայց փաստն եմ արձանագրում։ Okay, ինչևէ, շնորհակալություն Գուրգեն ջան, իսկ քարոզարշավի ընթացքում Փաշինյանին առաջարկեցին շատ անսպասելի տորտ։ Աջափնյակում վարչապետի համար նաև անակնկալ կա։ Այս զրուցարանի սեղանին Հայաստանի տորտ քարտեզն է, կողքն էլ դանակը։ Սպասում են Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտի, որ իր ձեռքով կտրի Հայաստանի տորտ քարտեզը։ Իսկ վարչապետը պատրաստ չէ այդ քայլին, հանկարծ չկտրեք, հորդորում է ներկաներին եւ հեռանում։ Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի։ Հոп, ես համաձայն չեմ։ Ուր են ուրախ ավտոբուսի Փաշինյանը, որ ասենց հավեսով ասենց սյունիքի կես ասենց կվեսներ ու ձեռով ներս կաներ։ Դե զգաց, որ այդ դրվագից հետո սոցցանցերում հում կուտեն ու որոշեց, որ այս անգամ սև PR պետք չի։
Գնացինք։ Գնացինք, չեն կտրու գործ, չդուք չկտրեք, դովեք չկտրեք։ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո բնակիչները հավաքվում են Հայաստանի տորտ քարտեզի շուրջ եւ քննարկում վարչապետի որոշումը։ Ինչ կա քննարկելու տորտ, հա պետք է ուտվի, չի փչանա։ Հա բայց Հայաստանի քարտեզն է ում ձեռը կգնա մի հատ sense trip անել այնտեղ։ Երբ որ դա իսկական քարտեզ է, ինչ որ ոչ ոք բան չասեց։ Okay, մի դառնացրու գնանք դեպի ավելի կարևոր հոլովակներ։ Ինչպես հիշում եք, AI-ը շարունակում է դավադի տանել բոլորին։ Այո, ու նոր տրենա, որ բոլորը իրանց ռոլիկները AI-ով են անում, հիմա հələ փոքր կուսակցությունները հասկացանք, շատ գումար չունեն, օրինակ Շիրինյան ենք։ Խոր վիրապում մենք ուխտեցինք լինել անսասան, միավորեցինք կամքն ու հավատը, հանուն հզոր պետության։ Այսօր այդ ուխտը մեր ձեռքերում է։ Գալիս ենք հաստատելու տեխնոլոգիական թռիչք։ Արա դե չէ, էլի AI-ը հələ շատ հերոյա կատարյալ ունելից, այն արքան ու ղուշը հələ ոչինչ, բայց այն բիզնեսը շատ անիրական էր ստացվել։ Well, կա կարծիք, որ հենց բիզեն միակ իրական բանն էր հոլովակում։ Իսկ թվաց մենակ AI-ի հիվանդ բանականությունը այդպիսի բիզակը պատկերացնի։ Okay, սա հասկացանք, բայց ինչի է ուժեղ Հայաստանը, որը լիքը փող ունի, էլի հոլովակները AI-ով սարքում։ Բոլորս տեսնում ենք այն նպատակը, որին ցանկանում ենք հասնել, բայց քչերն են ունենում համարձակություն անցնելու այս դժվարին ճանապարհը։ Այս ռոլիկի որ մասն էր անհնար իսկապես նկարել, ասենք Լեռնաշատ Հայաստանում լեռներ չկային թե տղա։ Դե մի քիչ հետո ավելի բարդ սյոմկաներ են սկսում, նենց որ առանց հոլուցոնագեն սենկերի դժվար է նայել։ Մենք միշտ զգոն կլինենք եւ կունենանք պաշտպանված երկինք։ Մենք կամրացնենք եւ կարդիականացնենք մեր դիրքերը եւ կունենանք խելացի սահման։ Մեր երկրի բոլոր զինծառայողները կլինեն գնահատված եւ մենք կունենանք արժանապատիվ զինծառայություն։ Okay, հա, այսի բարդ կլինել նկարը։ Մենակ չհասկացա ո՞նց են կարողացել Լևոն Քոչարյանին համոզել նկարվել ուժեղ Հայաստանի ռոլիկում։ Նույնիսկ Թաթոյանը չկարողացավ նորմալ Թաթոյան ստանա իր AI-ում, բայց զատո անենց գոլդ համարներ է ստացել։ Արդարությունը գալիս է։ Ու մեկ էլ վարորդականի քննությունը չի կարողանում ստանա։ Ճիշտ հասկացա, որ ավտոն գազ տվեց ու հակավ բետոնի քարին ինչ-որ։ Փորձում էր նվաստացնել այնտեղ փոքր Nissan կար, բայց փոխարենը նվաստացավ 16 համարի ավտոբուսի տակ։ Օ, ավտոբուս ասեցիր հիշեցի, ինչ կա ուրախ ավտոբուսից։ Էսի քիբիրա։ Իքիբիրացի անդիմության է շեդի դրանք են տես բասի։ Չեն կարող խաղալ։ Այ օրինակ սա կարար չէ AI-ներ, բայց սա իսկական է։ Մնացեք մեզ հետ երկրորդ մասում նոր AI բացահայտումներ են այս անգամ Բարգավաճ Հայաստանում, ինչպես նաև նոր գաղտնալսումներ, այս անգամ նաև Քոչարն է միանում ոնց որ։ Okay, մենք լսեցինք ձեզ։ Այո, հունիսի 4-ին եւս մեկ նախընտրական վակցինացիա ենք դնում, էլի ժամը 7:30, բայց Երևան համերգասրահում։ Այդ մամուլի շենքն է մանրամասների համար, սա կգրենք տակերը։ Այո, տոմսերը կրկին ticketsystem.am-ի միջոցով եկեք, ով չի հասցրել, բաց չեք թողնի։ Ձեր վիրահատությունը շատ լավ է անցել։ Հա, ինչ լավ է։ Մեծ, կլոր, ձիգ, 4-րդ համար։ Այսինքն Լավագույն ֆրանսիական սիլիկոնն ենք դրել։ բայց իմը պետքա կուրաղեք հեռացնեիք։ Իսկ ընտրությունների գնացել եք։ Չէ։ Բա ինչի վրա եք զարմանում։ Եթե դու չես ընտրում, ընտրում են քո փոխարեն։ Դժվարը առաջի շաբաթն է։ Մի շաբաթ հետո նենց եք ընտելանալու, չեք էլ զգա։ Եվ այսպես ամեն ինչ խառն է եւ մենք էլ երեք մեր ստենդափով ենք զբաղված դրա համար հիմա լիքը խառելուրեր կլներ ջոգում եք ինչքան լավ եմ արդարանում խառելուրեր կլնեն հիմա խառելուրեր Եվ այսպես մենք վերջապես պարզեցինք երկար սպասված այդ հարցի պատասխանը ստացանք թե ինչ կլինի եթե Էդմոն Մարուքյանի շրջակայքում բարձր երաժշտություն միացնեն
Всё, ես զանգում եմ ոստիկանություն։ Հասկացա, խես զանգում։ Էդմոնը օրը ցերեկով գողանում է իմ լավագույն շարժումները։ Ու քանի Սերգեյ փորձում է վերադարձնել իր շարժումները, հակակոռուպցիոնն էլ նոր գաղտնալսում մեջ գցեց։ Ախպեր բացում էր անցի 28-ին եմ փոխանցում ինչու։ Արա դու ախպեր ես սվի դերոջ ան հորս սարև ընկե դունձի թազա բաներ ես ասում որ ես առաջավի ոնց կասեմ 28-ին են փոխանցում եթե հորս սարև մինչև ամսի 3-4 են ախպեր։ Նա մինչև ամսի 5-ը ախպեր հորս սարև հանգիստ լի կտամ կարող է շուտ է տամ հորս սարև։ Հորդորում ենք տասովչիկներին չուշացնել այդ փողը, մարդիկ հիաս թափվում են ձեր քաղաքական ուժից։ Նույնիսկ փոքր բունտեր են սկսում այդ ուշացումների պատճառով։ Չեմ ուզում հեռացած ավարել, ապրել, վաղ 2 ամսը պետք է դինենք լավ 2 ամսը շարժվել ենք, դինենք հանրապետության հրապարակ։ Ինչ կա հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակը։ Արա, խի հրապարակը, զաշտո հանրապետության հրապարակը։ Դու պատկերացնում ես ինչ տիպի են փողերը ուշացրել, որ ջղայնությունը հրապարակի վրա է ջարդվում։ Գոնե ոչ Afrojack-ի համերգի ժամանակ արեք դա։ Իսկ խի չի ապերը WhatsApp-ով քրֆում հանրապետության հրապարակին։ Բայց ասես մաման կիմանա ինչ մաս, չեմ ուզում վերացած ավարել, WhatsApp-ը դառնում գավսա կզո կապ չունես։ Ես ախպեր ոչ փող ունեմ, ոչ ինտերնետ ունեմ։ Փող չկա, ստիպված հրապարակային է քրֆում հրապարակին։ Բայց այս շաբաթ կան նաև նոր զարգացումներ։ Ենթադրաբար Հայաստան դաշինքի նոր գաղտնալսում է նաև մեջ ընկել։ Ու ինչ, ում բա։ Ես ում մարեմ, գիտես։ Դե լավ, չգիտեմ ասում։ Քոչարյանի, հա? Քոչարյանի մարե։ Վերեմ քեզ։ Ամեն ախպեր ենք երեք դեղվեցի, բայց դե ասի չեմ էլ կարա զանգեմ ցեն հանեմ։ Ինչ է։ Որ գրեֆ իրար շատ գոնեմ։ Այս են գրեֆյալներին գոհ պահում ժամը թե չէ ամսի 4-ին կփոխանցենք, արա շուտ փոխանցենք մեր հրապարակը չփխծեն։ Նոշեմ հանգիստ եղեք, անպայման ժամանակին կփոխանցվի։ Ասա ախպերանը հանգիստ եմ արեք, կտամ հարցում, չեմ կարող։ Թե մինչև 5-ը կյանք չեմ կտամ էլի ձևը լի շատ է տալու, թեև շատ կտամ ռատս։ Բայց 100-ը ախպերս հաստատ կտամ։ Արա ախպեր որտեղ ես ամիս չեն քցե։ Ես ասում եմ տալու։ Եկյատ կղաց գտնեմ Ամերիկա։ Յանք մինչև 3-ը 4-ը փոխանցելու են, հորս արև գրգելու եմ 100։ Արա հերիկա որ թողնես կարաս է։ Արա շանքիտ ներնեմ հորս արև էլի 10 ովքեր կանդե անելու։ Այս իրականում կարելի է անverջ լսել, որովհետև սենց hate love տղավարի զրույց վաղուց չենք լսել։ Ոսպես մի հատ նյուանս կա, փողը ուշացնելու դեպքում կաշառյալները սպառնում են լրիվ ուրիշ տեղ քվյարկել։ Գիտեմ, էդուլիկ մեդուլիկ սաղին հավքել ես, մենք սաղը Սալման Թաթոյանին կան։ Ո՞ւմ է բան ապրել։ Հորսը ամոթ հավկողի, դե դες մեկը կարի փիքեցի։ Սպասի, էդուլենք են Թաթոյանին ձեն տալի։ Չէ, էդուլենց վրով պրագոն ա եղել, որ Թաթոյանից ձեն չտան։ Իսկ այդ ընթացքում ուժեղ Հայաստանը սեփական գաղտնալսմամբ արձագանքեց այն մյուս գաղտնալսումներին։ Լև, տեսել ես այս վերջին թվերը։ Ինչ թվեր Լիլ ջան։ Ցեն չասեմ էլի, գցեմ WhatsApp-ից նայի։ Դավայ։ Ինչ բեզբոժնի թվեր եմ ֆռում։ Ծնունդները երկրում նվազել է 12%, ամուսնություններն է 7%։ Բա բաժանումները։ Դե իրոնիայի համար 5 Ծստո 5, բայց պատասխանը փաստացի ստացվում է, որ մեր պատասխանը կաշառակերությանը այն է, որ Զատո օբշի վիճակն է ավադ երկրում։ Դե սպասում ենք Արամ Վարդևանյանի հստակ բացատրությանը, թե ինչի գաղտնալսված մարդիկ ավելի շատ զոհ են, քան հանցագործ։ Իսկ այդ ընթացքում ազգային բարերարը հանդիպեց ազգային գեղարքունիքցիներին։ Ազգային բարերարը բացատրեց ազգային գեղարքունիքցիներին, որ մարդիկ էլ չեն հավատում խոստումներին, դրա համար իրենք ավելի մոշնի բան ունեն, քան խոստումները։ Այնքան են խոստացել չեն արել, որ այսօր ոչ մեկը չի պատկերացնում, թե մարդը միկրոֆոնը վերցնում, բան ասում, վաղը դա անելու է։
Դրա համար մենք չենք ասում խոստանում ենք, մենք ասում ենք երաշխավորում ենք։ Եթե խոստումը upgrade են անում դեպի ես երաշխավորում են, ուրեմն մրցակիցները թքեցին։ Հաջորդը երևի երթվելն է, մյուսները արդեն պետք է երթվեն, որ կանեն ասածները։ Եթե ԿՊ-ն համարձակվի երթվել ուժեղ Հայաստանը կարող է քֆուր դնել, որ 3 անգամ ավելի մոշնի եւ ուժեղական երթվել, բայց վերադառնանք իրական խնդիրներին հանցագործություն օրը ցերեկով։ Ինձ որ լսես դու այդ բարը չես, բարի, իմ շարժումներն դու Էդմոն չես կպնի, թե մարալ ես, բամարալ է, ինչ ասի, դու այդ բարը չգիտես, մի բարի։ Ես պատկերացնում եմ ոնց է Էդմոնը մայիսի 16-ին տժալու Afrojack-ի համերգին Հանրապետության հրապարակում, բայց ամեն ինչ չի այդքան քաղցր եւ շոկոլադ է Էդմոնի կյանքում, որտեվ նա հանդիպեց կամ ռաստ եկավ մի ամբողջ Արայիկ Հարությունյանի։ Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության բովանդակությունը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական Քարոզ Արշավը զայրացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Արայիկ Հարությունյանը կոշտ բառապաշարով հիշել է, որ նախորդ ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել այդ նույն իշխանության ձեռքից։ Ես գիտեի, որ մի օր երեսով են տալու այդ պաշտոնը։ Իսկ բախի մոռացել է, որ Էդմոնը եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Հատուկ եւ գաղտնի հանձնարարություններով, որովհետեւ մի չիմացանք ինչ էր անում այդ ընթացքում։ Բայց պարզ էր, որ մի օր քթից պետք է բերեն այդ մի հատ պաշտոն տալը։ Նայում եմ Էդմոն Մարուքյանի ճակերտավոր Քարոզ Արշավը, ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի 8-ից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ իր եւ թիմակիցների համար ապաստան գտնելու, բայց 2021-ն իր համար չի կրկնվելու, սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող։ Ոբշեմ ԿՊ-ում աշխատանքի բաժանում է, մի մասը Սամվել Կարապետյանի դեմքին է թռնում, մի մասը Թաթոյանի, իսկ Արայիկ Հարությունյանին հասել է ամենաքաղցր թիքեն։ Դու կարծում ես Էդմոնը կպատասխանի դրան։ Ես դա չեմ բացառում։ Այդ թարախ։ Կրիսա։ Թարախավարի կրիսական մտար, հա ես ձեր համար այդքան հատուկ հանձնարարություններ արեցի, որ սենց հա վերջում։ Էդմոն Գաստուր, տակ չմնաս։ Ուզում եմ մի հատ արձագանքեմ են կառավարությունում մի հատ թարախապալար կա։ Ուշադիր լսի ինչ եմ քեզ ասում։ Դու քուսախ կյանքով քո ապրած անցած ճանապարհով, եթե կարելի դա անցած ճանապարհ ասել, քեզանից ոչ մի բան չես ներկայացնում։ Արայի անհնգեր մարդ, թարախապալար։ Այդ չի բանն, հա։ Ես չեմ ուզում դա իմանալ, բայց ասում եմ անհնգեր, թարախ ու մարդ, որը չի կարա սենց անի։ Այս բարի շնորհիվ լիքը մարդ ներեց Էդմոնին հատուկ դեսպան լինելը ու վաբշե թե թարախ ես, բաթարախը, ինչ ասի, դու այդ բարը չգիտես, մի բարի։ Հաշվի առնելով, որ ոչ մի բովանդակային բան չկար այս բանավեճի մեջ, տպարություն որ ուղղակի սրաչա ուշադրություն գեներացնելու համար։ Ես չեմ բացառում, որ պարնել էր ուշադրության համար։ Այդ շենքում մեկը չկա քեզանից չզզվի։ Այդ հո ես տեսել եմ, գիտեմ։ Ու դու էդ ինչ վիրավորանքներ ես գրում արա։ Արա։ Այդ կարող է, բայց Արայիկի փաղաքշական Արան է, էլի։ Իսկ Արայիկի փաղաքշական Արան ինչ որ մեկի վզին զարկցում է։ Չգիտեմ, ու մի խանգարի, հա, թող միջև վերջ ինչ ուզում է ասի Արայիկին։ Հիշ ես օրը։ Գալու ենք շլնքից հետ բռնելու ենք դու շպրտենք այդից։ Հենց շլնքից տենց չի ցավա։ Շլնքը ինչ է։ Ես չգիտեմ, բայց հնչում է որպես մի բան, որից եթե քաշես, ահագին կցավա։ Բայց լավ, մի հատ լրջանանք։ Այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց փոքրիկ ոնց էր պոլիտկորեկտ բառը տարածաչափական սահմանափակումներ ունեցող նոյեմբերյանցիների հետ։ Ես իմ եթե կարողանամ ասում քիչ օգնես։ Հիմա ինձ օգնեմ ընտրակաշար կամարեն քեզ էլ կբռնեն ինձ էլ։ Ընտրություններից առաջ օգնել, բռնել ես տալի հոպաժ։ Բարեբախտաբար Սերգեյը արագ հասկացավ, որ փոքրիկ չափսերով նոյեմբերանցին հոպարի թա եկա մարդ է, ինչը վստահ չէ, որ հենց միանգամից ըմբռնեց Գագոդյան։ Ու ինչ որ պահից այս դրվագը դարավ շատ սյուր
Ես իմ եթե կարողանամ ասում մի քիչ օգնես։ Հիմա ինձ օգնեմ ընտրակաշառք կամարեն, քեզ էլ կբռնեն ինձ էլ։ Նոյեմբերյան համայնքում Ծառուկյանն այսօր օգնության տարատեսակ խնդրանքներով իրեն մոտեցած մարդկանց հիշեցնում էր, որ նախընտրական շրջան է։ Գագոջախ, խիեք պոչիկ անում հորս թայմ արտում։ Նախ 40+ արգելի քաղաքացի։ Բայց ինձ էլի ոչինչ, ինձ մի պահ տված, հեսա կբարձրացնի, սենց սարոճկան կանի ու սենց փորիկետ էնում համում տղե, էսում համում տղե։ Կարող եմ շաքարակներ վերջիններ, ասեմ դասերդ լավ կանես։ Բարեբախտաբար սահմանափակվեցինք պոնչիկով։ Նոյեմբերյան համայնքում Ծառուկյանն այսօր օգնության տարատեսակ խնդրանքներով իրեն մոտեցած մարդկանց հիշեցնում էր, որ նախընտրական շրջան է, չի կարող հատկապես գումարով օգնել, կաշառք կդիտարկվի ու կբռնեն իրեն։ Մեզ որ կներեք, օգնել չենք կարող նույնիսկ այն ամենահամով քաղաքացիներին։ Հետո սկսվեց մի հատ էլ թարմ Ծառուկյան Փաշինյան սրաճ։ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, թե Կոտայքի մարզում 52 պարեկ է աշխատանքից ազատվել միայն այն բանի համար, որ նրանց հարազատներն իր աջակիցներն են։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է Ծառուկյանի այս պնդումը։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանն է արձագանքել նշելով, եթե պարզվի, որ 52 պարեկ իսկապես կապ ունի Ծառուկյանի հետ, ապա դա կոռուպցիա է եւ նրանք կազատվեն աշխատանքից։ Կարող է ուղղակի շատ բարեկամներ ունի Ծառուկյանը։ Դե այս տիպի բաների համար հերո գնալ պետք չի։ Ինչ որ մի պատահական, օրինակ abstract, Սունդուկյանի պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ըստ օդից կախված լուրերի, այս լույսի պատարը աշխատանքի ա վերցել սեփական մորը, քրոջը, հորաքրոջը, Սանիկին ու նույնիսկ մի պաշտոնյայի մորը, բայց դրա մասին հաջորդ դասին։ Մի խոսքով հանգիստ թողեք Գագոջային։ Իսկ вообще Փաշինյանը խիստ է սենց հարցերում։ Բայց եթե իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նավ չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Իսկ միջ Փաշինյանը աչ ու ձախ մարդկանց է հանում գործից, Ծառուկյանը հուշկու հակահարված է տալիս։ Բարգավաճը եւս հետ չմնացես AI տրենդից, ուղղակի իրանց արհեստական բանականությունը սա ճոխ, թանկ, սոչնի, Versace AI-ա։ Так, ես ինձ թվում է կրահում եմ ով աստեղ արյուծը։ Իսկ նեգեն ստորեն տոլի գայլեր էին, տոլի շակալներ, դրանք ովքեր են Սերգեյ։ Էդի вообще անհասկանալի է։ Մի թեթև իշմար է պետք որ հասկանանք ովքեր են այդ չարացած գայլերը։ Ոնց որ սկսում եմ զգալ ումա ակնարկում որ այդ գայլերն են։ Ինձ թվում է հիմա կկրահես նաև ինչ կլինի եթե հանկարծ Գագոջայի տղեն վերադառնա Բելարուսից։ Զգացեք դրամատուրգիան, էքսպրեսիան, էմոցիան։ Սիմբան նվեր Ծառուկյանն էր, չէ՞։ Չտեսար ոնց սա կպին քշեց մի անգամից։ Հեն դեռ ուզում եք վերադարձնել նրան Բելարուսից։ Բայց շատ անսպասելի happy end է վերջում։ Առաջին քրիստոնյա առյուծները պատմության մեջ Ոնց են առյուծները քրիստոնեություն ընտրել։ Արա դե Գագոջայի կալիբրը չգիտես, նույնիսկ առյուծին կարա տանի ի փրկություն։ Մնացեք մեզ հետ։ Մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն դա միայն գինի եւ օղի չէ, այլ նաեւ հավես ժամանակ անցկացնելու վայր։ Ընկերներով, բարեկամներով, տուրիստներով կարող եք համենալ եւ նշել ցանկացած առիթ հարսանիքից մինչեւ կնունք։ Էլ չեմ ասում, որ մինչեւ հունիսի 1 15-ից 20% զեղչա ողջ տեսականու վրա Պուշկինի 15A հասցեում։ Վեդի Ալկո, շարունակեք լավագույն ավանդույթները։ Այսքաններ այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Բարոյ Փաշինյան, բանացել դու ես ու լսենք։
Միկրոֆոնը վրես քֆուր չտաս։ Ես ու դու իջևանցի, ես աբարանցի։ Իսկ ծերո բդի բրմես, որ համազգաս, որ է կուլտուրային զոյետաս էդի, և որ Եվրոպա հետաս կամ միտեղ եվատ է դենց արել։ Այս պատարագանն է ջարդվում է ճիշտ ասած։ Ծերով տղաների կերելի այապետ։ Ճիշտ է սա։ Լավ աշո։ Եվ հիշեք, մեծ ընտրակաշարքի հետ գալիս է մեծ պատասխանատվություն։ Ասում եմ էլի։ Ասած մեծ Spider-Man-ը։ Կապույտ ես փողը, ես զգում եմ, որ իսկական չի։ Իդեպ Spider-Man, երկու խաչմերուկ վերև Neo Gym-ն է։ Ես իհարկե բան չեմ ասում, բայց երկու խաչմերուկ վերև ճիշտ է։ Հորեղբայր Բենին հիշում ենք այո Լույսի մեջ պահանջում շատ լավ մարդ այո շատ լավ մարդ էր մորակույր Մեյը բարևներ ջեր բարևներ մորակույր Մեյին MJ-ին եւ Հարին MJ-ի հետ էլ մի բարձի ծերանակ Շնորհակալ եմ։ Նոր ակցիա միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն անզուսպ երջանկություն հենց հիմա